Սյունիք կատարած այցելությունից հետո ուզում եմ անդրադառնալ մի քանի պաշտոնյաների դիտարկմանը մեր առաջարկների հետ կապված։ Առաջինը էկոնոմիկայի նախարար պարոն Պապյանը հայտարարել է, որ խնդրել է մեկը ինձ հուշի, որ Վայոց ձորը արդեն գինեգործական կենտրոն է։ Եկեք տեսնենք, թե ինչ գինեգործական կենտրոն է Վայոց ձորը, որովհետեւ համեմատենք իրական գինեգործական կենտրոնը պարոն Պապյանի պատկերացած գինեգործական կենտրոնի հետ, համեմատում ենք Վրաստանի, օրինակ Կախեթի մարզը Հայաստանի Վայոց ձորի հետ։ Վայոց ձորում հայտնաբերվել է ամենահին գինուտակարները, ընդհանրապես տրադիցիան ամենահիներից է գինեգործության աշխարհում։ Ուրեմն Կախեթի մարզը ամեն տարի արտանում է մոտավորապես $200 միլիոն գինի։ Դա իրական գինեգործական կենտրոնն է։ Վայոց ձորի մարզը պարոն Պապյանի ասած գինեգործական կենտրոնը արտանում է $2-ից $2.5 միլիոն գինի։ Եվ ընդհանրապես Հայաստանը Կախեթի մարզից 15 անգամ ավելի քիչ գինի է արտահանում։ Իրական, որպեսզի մենք հասկանայինք, թե ինչու է պարոն Պապյանը այսպիսի կարծիք հայտնել, ես ուսումնասիրեցի կենսագրությունը իր եւ ամենայն հարգանքով, բայց նա աշխատել է խանութներում որպես մարքեթինգի մասնագետ եւ չեմ կարծում, որ նրա փորձառությունը օբյեկտիվ է, չէր կարող այնպիսի փորձառություն լինել, ինչքան հայկական ամենամեծ ընկերության, ամենամեծ ներդրողի ներկայացուցիչի եւ մենք ենք ասում գինեգործական կենտրոն, դա տասնյակ միլիոնների արտահանում է, տասնյակ միլիոնների արտադրություն է եւ նաեւ հազարավոր տուրիստներ են, որոնք գալիս են գինու թեմայով տուրիստական այցելությունների։ Դա օբյեկտիվ է, ես հասկանում եմ, որ մարդը չունենալով այդ փորձը չէր կարող ունենալ հնարավորություն պատկերացնել մասշտաբները իրական։ Անցանք երկրորդ հարցին, պարոն սոցիալ-նախարարը հայտարարել է, որ մենք չենք փակում դպրոցները, եւ ես հայտարարել եմ եւ ցույց էի տվել այն դպրոցները, որ փակում են։ Մենք չենք փակում դպրոցները, այլ մենք միավորում ենք դրանց։ Ուրեմն Սյունիքի մարզում միայն 45 մոտավոր դպրոց է փակվում, իսկ միավորվելու փակվելու տարբերությունը կարող եմ շատ պարզ ասել, երբ մի համայնքում կա երկու դպրոց եւ երկու տեղ քիչ աշակերտներ, միավորում են, մի դպրոց է մնում, բայց երբ 5 տարբեր համայնքի դպրոցները փակում ես եւ սարի ճանապարհով մարդկանց 10 կիլոմետր տանում ես ուրիշ դպրոց երեխային ձմեռը, ինձ թվում է դա միավորել չի, դա ուղղակի փակել է եւ նաեւ գյուղի աշխատող պետական պետությունից ֆինանսավորում ստացող ուսուցիչներին դու կրճատում ես, այսինքն գյուղի վերջի պետական աշխատողները կրճատվում են եւ այլ գումար չի մտնում գյուղ։ Կարելի ասել գյուղի տնտեսական էջը փակվում է։ Իսկ այդ պատճառով այն պնդումը, թե միավորում են եւ ոչ թե փակում, իրավացի չէ, փակվում է։ Եթե միավորվի, պետք է մի համայնքում միավորվի։ Իսկ դուք տարբեր համայնք եք տեղափոխում մարդկանց։ Նաեւ Սյունիքի մարզպետը հանդես եկավ հայտարարությամբ, որով ասեց, որ Սյունիք երբևէ չեղած մարդիկ եկել են եւ Սյունիքից են ուզում խոսեն։ Պարոն մարզպետը հանձնարարական է ստացել ինչ-որ ստատուս գրի, բայց չի ուսումնասիրել իմ կենսագրությունը, չգիտեմ կրկնեմ թե չկրկնեմ, մայրական կողմս Գորիսից է, արմատներով տեղ գյուղից, այնտեղ գյուղից, որից հարյուրավոր հեկտարներ հայկական լեգիտիմ տարածք ձեր ղեկավարի բանակցության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին առանց որևէ լուրջ հակազդեցության, չեմ ասում ռազմական, դիվանագիտական հակազդեցության։ Եվ այդ իսկ պատճառով տեղ գյուղի ամբողջ գյուղատնտեսությունը, որպեսզի հասկանանք, անասնագլխականակը 2 անգամ նվազել է ձեր կառավարման արդյունքում։ Ու ինչքան գիտեմ, հենց ձեր պաշտոնավարման ընթացքում դուք այն մարզպետն եք, ում ժամանակ 45 դպրոց է փակվել ձեր մարզում, գյուղերի դպրոց, փակվում, դրվել ծրագրի տակ։ Ինչ վերաբերում է Սյունիքի տեղի իմանալուն, ինձ թվում է ձեր նշանակվելուց առաջ ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք մինչև ձեր նշանակվելը։ Որպեսզի ցույց տաք, որ լավ գիտեք Սյունիքի տեղը, մի բան եմ առաջարկում, Թասիկ գյուղում, Սիսիանում մարդիկ մեզ մոտեցան, ասացին, որ ջուրը տարվա կեսը ձեռքով կրում են։ Եթե այդքան լավ եք ճանաչում Սյունիքի տեղը եւ այդքան մտահոգ եք Սյունիքի բնակիչների համար, լուծեք ջրի խնդիրը Թասիկ գյուղում, այլապես մենք կլուծենք այն, ուղղակի մի պայմանով, եկեք մի պայման։ Եթե դուք չեք լուծում ջրի խնդիրը այդ գյուղում, գյուղի կեսը ջրի խնդիր ունի։ Եթե դուք չեք լուծում, մենք լուծում ենք եւ դուք չեք խոչընդոտում։ Եվ կտեսնեք ինչ արագ ենք լուծում։